ապաշխարությունը վերադարձ է դեպի հայրական տուն։ Յուրաքանչյուր մարդու կյանքի տարբեր ժամանակահատվածներում մանկության հուշերն են վերականգնվում։ Ինչպես է բնորոշվում մանկությունը։ Մանկությունը բնորոշվում է իբրև անմեղություն, մաքրություն, սրբություն, անհոգություն, ուրախություն։ Եվ ինչքան մարդը մեծանում է, այնքան այս բոլորը կորցնում է։ Առաջինը անմեղությունն է կորցնում, հետո անհոգությունը, հետո ուրախությունը։ Կամաց ներքաշվում այս աշխարհի ծուղակի ճահճի մեջ։ Եվ սկսում է խեղդվել այս աշխարհի ծուղակում, ճահճում։ Հիշումը, կորուսյալ դրախտի հիշողությունն է դա, կամ մանկության հուշերն են, չէ՞, հələ բոլոր բանաստեղծեցին, բոլոր հեքիաթները հələ նայեք, միշտ մանկության հուշերն են մարդու գալիս։ Այսինքն վերադարձ դեպի հայրական տուն, վերադարձ դեպի դրախտ։ Եվ շատ կարևոր է, որ մարդը հավատա իր վերադարձին, վստահ լինի, որ վերադարձը հնարավոր է, որտեղ երբեմն մարդը այնքան է հեռանում իր արմատներից, իր մանկության այն անմեղությունից, անհոգությունից, սրբություններից, ու երբ իրապես անդրադառնում է, տեսնում այդ հեռավորությունը, ասում ես, ես հեռավորությունը պետք է կտրեմ, նորից հետ դառնամ, վերադարձ կատարեմ, եւ չի հավատում իր ուժերին, ասում անիմաց այս ճանապարհը ինչու կտրեմ, լավ, ենթադրենք վերադարձա, նույն են անմողությունը կգտնեմ, կամ Աստված ինձ կների, կընդունի ինձ նորից, անիմաստ, չարչարանքան մեկը չեմ գտնելու այն, ինչ որ ուզում եմ, փափագում եմ, ավելավ այս ճանապարհով գնամ, որ հասնեմ, արդեն տրամաբանությունն էլ կամ իմաստությունն էլ է կորցնում։ Հետ դառնալ անիմաստի համար արդեն խելահեղ գնում է առաջ, դեպի կորուստ։ Բայց անարակ որդու վերադարձ առակը մեզ դա չի սովորացնում։ Անարակ որդին էլ շատ խորը մեղքերի մեջ էր ընկել, հայրական տունը կորցրել էր, գնացել էր իր ամբողջ ունեցվածքը հորից ժառանգած վատն էր, չար կյանքով էր ապրում, խոզերի հետ էր ուտում, շատ թշվառ վիճակի էր հասել, բայց հիշեց, ասեց, գնամ հորս տուն, ասեմ հայր, մեղա երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, գոնե ինձ մի վարձկան ընդունիր, քո տան մի անկյունում ես աշխատեմ ապրեմ, բայց իմ հայրական տանը կլինեմ, այս ինձ մեծ մխիթարություն կլինի, թեպետ որդի չեմ լինի, վարձկան կլինեմ, բայց որ իմ հայրական տանն եմ, դա ինձ արդեն բավարար է, այսինքն ես կգտնեմ իմ անմեղությունը, կգտնեմ ուրախությունը, անհոգությունը, ապահովությունը, երջանիկ կլինեմ, կարևոր չի ես ինչ կուտեմ, ոնց կապրեմ, կարևոր իմ հոր հովանավորության տակ կլինեմ, և ելավ իրապես վերադարձ կատարեց դեպի հայրական տուն, գնաց և ինչ տեղի ունեցավ, իր սպասածից բազմապատիկ ավելին տեսավ, հոր ողորմությանն արժանացավ, հայրը նրան ասաց, իմ որդին կորած էր, գտնվեց մեռած էր, կենդանացավ, հանեք անմիջապես հին պատմուճանը, մեղքի պատմուճանը, հագցրեք նոր զգեստավ, այսինքն սուրբ պատմուճան հագցրեք, կոշիկները ոտքերը դրեք, մատանին, բերեք, ուրախանանք, երջանկանանք, իմ որդին մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց, և այսպես մեծ ուրախություն եղավ։ Տեսեք, ինչ հաշվարկ էր նախատեսել անառակ որդին խոզերի մեջ և վերջում ուր հայտնվեց։ Այս մեր պատմությունն է, անառակ որդու պատմությունը չի, դա մեր պատմությունն է։ Մենք մեր հաշվարկների մեջ միշտ սխալվում ենք առաստված դարձ կատարելիս, ով է մեզ խաբում, մեր միտքը միշտ խաբում է մեզ, միշտ մեզ հուսահատեցնում է,
ապաշխարության ընթացքը կասեցնում է, չի թողնում, որ մենք ամբողջովին գնանք վերադարձ կատարենք դեպի հայրական տուն, որովհետև ամեն ինչ պետք է ներդնել, որ վերագտնենք մեր այդ անմեղությունը, հստակություն, ուրախություն, երջանկություն, եւ եթե մենք պատկերացնենք, թե Աստված ինչ է մեզ խոստացել, ասում է, թե ձեր մեղքերը լինեն որդան կարմիր, դրանք ձյան նման սպիտակ կդարձնեմ։ Դες որդան կարմիր ուր, ձյան սպիտակությունն ուր, չեմ հիշի, կվերացնեմ ամեն ինչ, իմ համար կլինեք նորից ծնված, անմեղ մաքուր, վերստին ծնունդ է ապաշխարությունը, չէ, վերստին ծնունդ է մկրտությունը, միշտ այդպես էլ մենք չպետք է վախենանք, ապաշխարությունը դա անկեղծ սրտով, մեծ հավատով վերադարձ է դեպի հայրական տուն, կատարենք այս մեծ քայլը հավատքով, սիրով եւ վստահությամբ, որ Աստված անպայման մեզ կընդունի, հեւատապես ապաշխարության պահոց շրջանին։ Սա ամենամեծ առիթն է տարվա ամբողջ գործած մեղքերի ապաշխարությունը գտնելու, սրբվելու, վերադառնալու դեպի հայր։